Պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել տեսաուղերձով, այսպիսով անդրադառնալով երեկ Արթուր Աբրահամի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպմանն, ինչպես նաև Արթուր Աբրահամի ինքնամոռաց սիրո խոստովանությանը վարչապետին։ Ներկայացնում ենք վերջինիս խոսքը հաջորդիվ առանց մեկնաբանության։ Տեսեք, Արթուր Աբրահամը ունի հանրային պատասխանատվություն ժողովրդի առաջ, մարդկանց առաջ, և նրա գիտակցությունը չի աշխատում այս պահի դրությամբ։ Երբ որ մի անձնավորություն, որը ամեն օր ազգային ժողովի ամբիոնից հաչում է, թե կտրիչ Ներսիսյան, սրբազաններին անվանում է սրպապիղծ, կեղտոտ բերանովիր, Արցախը հայտարարում է ադրբեջանական, հարձակում է գործում հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այս պահի դրությամբ այդ պղծի ձեռքերով կալանավորված են սրբազաններ, կալանավորված են հզոր մարդիկ, կալանավորված է իմ հրամանատար, լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը, դրա ձեռքով 150,000 արցախցի անտունա մնացել, որ ինչքան էլ փորձեն մանիպուլացնել և այլն, միևնույն է, նա եղել է թիվ 1 պատասխանատուն պատերազմի օրերին։ Այս ամենը տեսնելով, դու ինչ կարգի ուղեղ պետք է ունենաս, գնաս այդպիսի պղծին, ասես չգիտեմ քեզ ոնց շնորհակալություն հայտնեմ։ Քո կաթողիկոսին ամենավերջի բառերով ցածրացնող, նսեմացնող պղծի կծիկին գնաս այդպիսի վերաբերմունք ցույց տաս ու սպասես ինչ-որ լավ վերաբերմունքի։ Ինչու եմ ես այդ ամեն ինչին այդքան կոշտ և կտրուկ արձագանքում ու բոլոր հայտնիներին տեղեկացնում հանրային դաշտում կամ եթե չեք կարում պայքարեք, այնքան վախկոտեք, կամ ուժներդ չի հերիքում, կամ չեք ուզում, դա ձեր իրավունքն է, ձեր մեղքը, ձեր վիզը, ոնց որ ասում են, բայց հանկարծ ու հանկարծ մտների ծայրերով չանցկացնեք, որ դուք կարաք, ձեր ինչքան լավ բան ուզում արած լինեք, կյանքում չեք կարա այնքան լավ բան արած լինեք, որ մի ողջ Արցախից թանկ արժենա, չեք կարա, հասկանում եք, չեք կարա այնպես բան արած լինեք, որ ես իմ զոհված ընկերների արյան վրա աշկ փակեմ, ով ուզում եք եղեք, ես ձեզ հայտարարեցի, որ ինքս Արթուր Աբրահամին հարգել եմ, սիրել եմ որպես մարզիկ, բայց նա իր քայլերով ու իր գործողություններով զրոյացրեց այդ ամենը։ Ստացավ Նիկոլից շինթույլտվություն, դա իր համար ավելի արժեքավոր էր, քան մեր նմանների սերն ու հարգանքը, փոխարինեց այդ սերն ու հարգանքը նյութականով ու փողով, դա իր որոշումն է, իր ճանապարհն է, չկա մեր ճանապարհին այլևս ինքը ինձ համար մի ոչնչություն է և վերջ, չկա, չի փոխվելու ոչ մի բան, սա ձեր ականջներին օղարեք, ով կարմիր գիծը անցավ, ով սատանայի նեռի ձեռը սեղմեց, այն էլ այս ամենից հետո, նորից եմ ձեզ կրկնում, երբ որ ձեր Աստծո օծրյալ հոգևոր առաջնորդին ամենավերջի ձևով նսեմացնում է, ձեր հոգևոր առաջնորդին, որին ողջ աշխարհն է ճանաչում, լավ հասկացանք, ինչ-որ միտեղ, ինչ-որ մարդիկ կարան լինեն, ովքեր իրանց մեջ չեն ընդունում, չեն կիսում, դա իրանց իրավունքն է, ոչ մեկ չի դրել, բայց դու ով ես դառել, արա, դու ով ես դառել մի ողջ հայ ազգի, աշխարհասփյուռ հայության հոգևոր առաջնորդներին կանգնես, լինելով պետական թիվ 1 ղեկավարը, այդ բառապաշարով, այդ ձևով խոսես, դու ով ես դառել, արա քո ապրածով մեկ, դու տեղ կաթողիկոսի անձ չես վիրավորում մենակ, դու մի տիտղոս ես վիրավորում, մի պաշտոն, ու որ շատ կապիկներ մտնում են տիկտոկերներ կամ չգիտեմ էլի տենց ասում են Աստված ա դրել Նիկոլին,
Այ ոչխարներ, ես էլ ասում եմ սատանան ա դրել, սատանան, որը հել է հարձակվել Աստծո օցիալների վրա։ Դուք չեք ընկալում այդքանը։ Ու այս ամեն ինչը նորից ուզում եմ հասնի բոլոր հայտնիներին, չեմ կանգնելու որևիցե բանի առաջ, հանրային տիրույթում դուք ձեզ կամ հեռու պահեք, կամ զսված պահեք, չգիտեմ ինչ շահեր ունեք, ինչ չունեք, կփոխեք Արթուրի նման փողը հարգանքի հետ, հիմա թող այդ ենց մնա Նիկոլի ֆեյկերի հույսին, փճացած Նիկոլ արա, քեզ Նիկոլը սենց մանիկենի պես օգտագործեց ու կշպրտի, դու դարար մի հատ մատերիալ նրա ձեռքում, այդ ոնց է այսքան տարի չեկավ, բացումներ չարեց, ընտրությունների բերան հիշեց, որ գա քեշին թույլտվություն տան, այ միամիտ հարիվ, էդ եք դու կարա, դարել եք այդ քաղաքական բջի ձեռը, սենց մատերիալ, արա դա քաղաքական բիջ է, դուք չեք հասկանում ձեզ դա ոնց է օգտագործում, դուք չեք հասկանում, որ ձեզ բացատրում են էլ նեղվում եք, որովհետև ուղեղներդ չի աշխատում, որ արա ես ինչ ենք անում, ձեր համար այսօր մարդիկ բերտերում նստած են, այս հողի, այս հայրենիքի համար իրանց տեսակով ապացուցում են, որ սենց պտի լինի հայը, ոչ թե կզող, ոչ թե թուրքահպատակների դեմը չոկող, հլը գնացեք բերտեր, տեսեք ինչ տղերք են նստած սրանց ձեռքով, հլը գնացեք եռաբլուր, տեսեք ինչ տղերք են պարկած, դուք այսօր կզելու ճանապարհ եք ցույց տալիս որպես հանրային դեմք, հանրային մարդ, ում որ ճանաչում է հանրությունը, դուք ժողովրդին կզելու ճանապարհ եք առաջարկում ձեր պահվածքով, սողալու, Թուրքիա առաջ ծնկի գալու ճանապարհ եք առաջարկում, այդ դրա համար այդքան կոպիտ ու կոշտ պատասխան ստացաք կոնկրետ ինձանից ու մնացածներին զգուշացնում եմ շատ ավելի կոպիտ ու կոշտ է լինելու իմ դիրքորոշումը ձեր վերաբերյալ կգնաք դրանց կողքը կկանգնեք կընտրեք սատանայի նեռի ճանապարհը կտրվեք փողին, պաշտոնին, իշխանությանը դա ձեր որոշելիքն է հետևանքներն էլ դուք եք կրելու հանկարծ չտրտնջաք, չբողոքեք, չասեք ինչի ես այդպես ասում, ասելու եմ, արա, ասելու եմ, ոչ մեկդ հանրային դաշտում չեք կարանալու թպրտակ, ճշմարտությունից որ մեկդ անցակ, պատասխան եք տալու, Աստծո առաջ եք պատասխան տալու, այդ ճշմարտությունը ես չեմ հորին է գցե, այդ ճշմարտությունը գծված է, հայրենիք, հող, եկեղեցի, սրանք կարմիր գծեր են, որը պտի պահվի, ով էս կարմիր գծերը չի պահում, ստանալու է արժանի պատասխան, ինչքան հայտնի ուզում է լինի, ինչքան լայք ուզում է հավաքի, ով ուզում է լինի, դրանից բան չի փոխվելու, պատասխան եք տալու Աստծո առաջ, սա ևս հիշեք, պատասխան եք տալու բոլոր զոհված տղերքի արյան և հիշատակի առաջ, ձեր չափերի մեջ պահեք, ձեր տեղում պահեք, ոչ մի նեռի ծնունդի PR-ի հարցերով չզբաղվեք, գնացեք խելոք նստեք ձեր տեղերը, էլ եմ ասում, չունեք համարձակություն ինքներդ պայքարելու, չեք կարողանում, դե ուրիշ պայքարող տղերքի ճանապարհներին մի կանգնեք, այդ ձեր կզելու օրինակը մի ցույց տվեք մեր ազգին, մեր երիտասարդ սերունդին, իսկ մեր երիտասարդությանը ես կոչ կանեմ, հետևել սրբազաններին, ովքեր այսօր բանտարկված են, հալածվում են, հետևել կռված տղերքին, ովքեր կյանք ու հոգի են դրել այս հողի ու այս ջրի համար, իսկ սրանց նման մուննետիկները, շոուներ են ու անցողիկ են, հիմնականը տեսնելու եք, դա մնայուն է,